Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար IM-ի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար IM կայքի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն։ Հաղորդումը ինչպես միշտ վարում ենք մենք Հայք միաբանության անդամներ Էդգար Մակարյանը Երևանից եւ ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Այս շաբաթ մեծ բակի 6-րդ կիրակին էր, որը կոչվում է Գալստյան։ Մեր առաքելական Սուրբ Եկեղեցին բակի կիրակիների յուրաքանչյուր կիրակի համար խորհուրդ կա եւ 6-րդ կիրակին Գալստյան կիրակին է։ Այս օրը հիշատակվում է Հիսուս Քրիստոսի առաջին եւ երկրորդ գալուստի մասին եւ պետք է այս խորհրդի ներքո փորձենք այսօր կառուցել մեր հաղորդումը եւ այս խորհուրդը ինչ որ չափով փորձենք որքան հնարավոր է, որքան կերիքի մեր իմաստությունը, կբավականացնի մեր իմաստությունը, փորձենք պրոյեկտել մեր իրականության վրա։ Թերևս այստեղ 3 շերտ առանձնացնենք Գալստյան խորհուրդը որպես վախճանաբանությունը ինքը որպես ժամանակակից աշխարհաքաղաքական պրոցեսների, գործընթացների հիմք կամ շարժառիթ, այսինքն ռեալ պոլիտիկի տեսանկյունից փորձենք այս ամենը վերլուծել եւ երրորդում փորձենք Գալստյան խորհուրդը եւ ընդհանրապես վախճանաբանությունը հոգևոր պատերազմի տիրույթում դիտարկել առարճական համակարգի եւ հակաառարճական համակարգի։ Գալստյան կիրակին փաստորեն մեզ հիշատակում է, այսպես ասենք, մեզ հուշում է Քրիստոսի երկրորդ Գալստյան մասին։ Քրիստոսի երկրորդ Գալստյան մասին, որը ըստ էության քրիստոնյաների մոտ որոշակի սպասում է ձևավորում։ Այստեղ է, որ խնդիրը հետևյալում է, քանի որ ավետարանում նույն Քրիստոսը ասում է եւ օրը եւ ժամը ոչ ոք չգիտի, նույնիսկ երկնային հրեշտակները չգիտեն եւ միայն Հայր Աստված գիտի այդ օրը ժամը, հետեւաբար սա ընդհանուր առմամբ սպասում է առաջացրել եւ սպասում է առաջացրել ողջ քրիստոնեական կյանքի ընթացքում, սպասել Քրիստոսի երկրորդ Գալստյանը սովորական քրիստոնեական կենցաղավարությամբ, թե ընդառաջ գնալ եւ փորձել արարել։ Ինչու, որովհետեւ նույն ավետարանում Քրիստոսի բերած առակով հստակ է նշվում, որ երբ որ դահեկանը տալիս է, իսկ մենք վերցնենք կյանքը որպես դահեկան, մեզ տրված, մենք պետք է բազմապատկենք արարելով, բազմապատկենք չարի դեմ կռվելով։ Բայց այստեղ գալիս է հաջորդ նաև խնդիրը, որ երկրորդ գալուստին նախորդելու են պատերազմները, ինչպես Քրիստոսն ինքն է ասում, լսելու եք պատերազմներ, պատերազմի մասին լուրեր, ազգը ազգի դեմ, թագավորությունը թագավորության դեմ, սով համաճարակ, այս ամենը լինելու է, այսինքն նեռը լինելու է, որից հետո նոր Քրիստոսը գալու է եւ նոր տիեզերք է կառուցելու, նոր երկինք է կառուցելու եւ այստեղ նորից հարց է առաջանում։ Հետեւաբար ինչ անել, եթե այս ամենը տեղի ունենալու եւ վերջիվերջո երկրի վրա նեռը հաղթելու է, որից հետո Քրիստոսը գալու է եւ այդ պարգևը մեզ տալու է։ Բայց կա նաեւ հաջորդը Տատաստանի հենց օրը, երբ որ Քրիստոս ավետարանով նորից մեզ տալիս է, խնդիրը նրանում է, որ աջակողմյաններին հստակ է ուղերձը, որ ժառանգելու են Աստծո օրհնությունը, որ այնինչ արեցիք այս եղբայրներից փոքրագույնին, ինձ արեցիք եւ ծախակողմյաններին այնինչ արեցիք այս եղբայրներից փոքրագույնին, ինձ չարեցիք։ Հետեւաբար եւ անատական մակարդակով, անձնական մակարդակով եւ ազգի կենսընթացի մեջ պետք է հստակ լինի, որ մենք անելու ենք, բարինարարելու ենք եւ Աստծո արկայությունն ու նրա արտարությունը մեր երկրում, մեր անձնական կյանքում, մեր ազգակեցության մեջ եւ ամբողջ ոլորակում կառուցելու են։ Խնդիրը այստեղ դառնում է հենց ծառայության մատուցմանը, այսինքն ծառայությունը պետք է մատուցվի։ Բայց այստեղ էլ մի նուրբ շերտ կա, դրան էլ փորձենք անդրադառնալ,
ծառայություն կարող է մատուցել որպես առարճական առարկինություն միայն ուժեղը։ Եթե թույլն է ծառայություն մատուցում, ինքը ստրուկ է դառնում։ Ծառայություն կարող է մատուցել միայն ուժեղը, միայն հզորը, որը դիտվում է որպես առարճական առաքինություն։ Հետևաբար, եթե մենք ունենք այդ առաքելությունը, ապա պետք է այն հզորությունը եւ այդ ի բարօրություն ամբողջ ազգին, ամբողջ մոլորակին բերվի։ Այստեղ է որ փորձենք այս շերտերը բացել։ Այո, շնորհակալություն։ Այո, այս շաբաթ կիրակի օրը նշվեց Գալստյան կիրակին եւ այդ Գալստյան կիրակի մասին եւ ընդհանրապես Քրիստոսի երկրորդ գալստի հետ խոսելու համար նախ շատ զգուշավորություն է պետք, որոշակի նաեւ երկյուղացությամբ է պետք մոտենալ այս հարցին, որտեղ կարծում եմ սա ընդհանրապես քրիստոնեական վարդապետության դժվար ըմբռնելի, հասկանալի, մարսելի շերտն է, որովհետև նախ ամբողջությամբ Հովանու հայտնության մեջ դա երկնքից տրված հայտնություն է, իր բարդ սիմվոլիկաներով, խորհուրդներով եւ այլն, որոնք անգամ մեկնություններն են շատ դժվար, ել չենք ասում նաեւ դժվար է, որովհետև այն վերաբերում է ապագայի եւ կանխատեսել այն թե ինչպիսին կլինի, երբ կլինի, նորից մնում է իր բարդ շերտերի մեջ, ու դրա համար այս հարցին պետք է մոտենալ չափազանց զգուշավոր, ինչպես ասացի, նաեւ հոգեվոր երկյուղացությամբ։ Այս առումով մենք ուղղակի կներկայացնենք ընդհանրապես թե այս վախճանաբանական մոտեցումները որպես հոգեվոր գործընթացներ կամ հոգեվոր շերտեր ինչպես են ազդում ընդհանրապես նաև մոլորակի աշխարհաքաղաքական գործընթացների վրա հենց այսօր այս պահին եւ ինչ է տեղի ունենում եւ ինչպես են այդ աշխարհաքաղաքական գործընթացները իրենց հիմքի մեջ ուղղորդվում հենց այս հոգեվոր բովանդակություններով։ Այս առումով պետք է ասենք, որ առնվազն այս 3 կրոնները, որոնք ծնվել են մերձավոր արևելքում, այսինքն եւ հուդայականությունը, եւ քրիստոնեությունը, եւ վերջում նաեւ իսլամը, 3 կրոններն էլ իրենց հիմքում, իրենց մեջ կրում են այդ վախճանաբանական, այսպես ասած, կանխատեսումները եւ յուրաքանչյուրը ըստ իր մեկնաբանության եւ ըստ իր վերջնահանգման Այս առումով շատ հստակ է նաև հրեական մոտեցումը եւ հրեական մոտեցումը որպես սիոնիզմի հիմք ունի 3 բաղադրիչ առնվազն, որ 3 բաղադրիչով էլ առաջնորդվում են, այսինքն մեկը կրոնական հավատամքային սիոնիզմն է, մյուսը հոգևոր գաղտնի սիոնիզմն է, մյուսը քաղաքական սիոնիզմն է, որ 3-ն էլ իրենց բովանդակության մեջ վախճանաբանական իրենց մոտեցումները ամբողջությամբ ներառում են, այսինքն եթե կրոնական հավատամքային ուղղակի սահմանում է, որ իրենք ընտրյալ ազգ են, եթե իրենք ընտրյալ ազգ են, ապա ունեն որոշակի մեսիա, այսինքն ունեն աշխարհին մարդկությանը հովվություն, քահանայապետություն անելու իրավունք ի վերուստ Աստծուց տրված եւ ունեն այս առումով նաեւ ընտրյալություն, որովհետեւ հենց այսպես ասած Աստծո փոխանորդը Այսինքն այդ Մաշիախը, օծյալը պետք է իրենց միջից ծնվի եւ հետեւաբար նաեւ համաշխարհային կառավարում իրականացնի։ Այս առումով կրոնական սիոնիզմին զուգահեռ հոգեվոր գաղտնի սիոնիզմը ել ավելի է խորացնում իր մոտեցումները եւ ասում է, եթե մենք ենք կտրյալ, ուրեմն մենք ենք, որ ունենք ազատ կամք, ունենք հոգի, իսկ գնացածը գոյեր են եւ զրկված են այս ամենից, հետեւաբար մեր ընտրյալությունն առավել եւս շեշտված է հենց այդ մեսիականությամբ, այսինքն Մաշիախին աշխարհ բերելու եւ հետեւաբար համաշխարհային գլոբալ կառավարում կազմակերպելու առումով եւ բոլոր ողջ մարդկությունը պետք է ենթակա ու ծառայի մեզ։ Այստեղ քաղաքական սիոնիզմն իր բովանդակությամբ է գալիս լրացնելու, ասում է, եւ եթե այս գրավոր նյութը ճիշտ է եւ այս գրավոր նյութին մենք հազարամյակներով հետեւել ենք, ապա մեր խնդիրը արդեն աշխարհակական առումով դա իրականացնել, իսկ իրականացնելու համար ինչ է պետք է ստեղծել ավետյաց երկիրը, Իսրայելը, որը նրանք կարեցին, պետք է ուրեմն վերականգնել Սողոմոնի տաճարը, որի մասին եւ խոսում են, որի մասին եւ ամեն տեսակի, այսպես պատերազմական գործողություններ եւ այլ քայլեր են կատարում այդ երրորդ տաճարը կառուցելու համար, իսկ մենք գիտենք, որ երրորդ տաճարը պետք է կառուցվի համապատասխան վայրում, որտեղ գտնվում է իսլամական մզկիթները, հատկապես Ալ-Աղսայի մզկիթը, որը պետք է այսպես ասած քանդվի, որ նրա տեղում սարքվի, այսինքն գալիս է եւ ամբողջանում է քաղաքական սիոնիզմը, ասում է, հետեւաբար պետք է տեղի ունենա նաեւ
գլոբալիզացիոն գործընթացներում համաշխարհային կառավարման ստեղծում, համաշխարհային կառավարման գլխին էլ պետք է կանգնի, այսպես ասած, մեր Մաշիախը, եւ վերջին հաշվով պետք է դառնա, այսպես ասած, մոլորակը մի մեծ պետություն, հրեական մի մեծ պետություն Երուսաղեմ կենտրոնով։ Այսինքն ամբողջական եւ հոգեվոր, եւ գաղտնի սիոնիզմը, եւ այսպես ասած քաղաքական եւ կրոնական բոլոր սիոնիզմի բոլոր դրսևորումները ծառայում են մեկ նպատակին՝ այդ վաղճանաբանական գրվածքները իրականություն դարձնելու։ Սա շատ կարևոր է, որովհետեւ այս թելը իրանք ամբողջությամբ սկզբից մինչև վերջ տանում են եւ առաջնորդվում են գրավոր նյութով, որովհետեւ իրենք պարտականություն եւ պատասխանատվություն են կրում այն Աստծո հանդեպ, ով իրենց օծել է այդպիսի մեսիականությամբ եւ իրանք հետեւաբար ծառայում են դրան։ Բայց եթե այստեղ հիմա խոսում ենք վաղճանաբանությունից արդեն քրիստոնեական համատեքստում, ապա քրիստոնեական համատեքստում այդ Մաշիախը, ում իրենք սպասում են, դա հակաքրիստոսն է, ներն է, որտեղ այն օծյալը, որ եկավ սրանից 2000 տարի առաջ որպես փրկիչ, որպես արարիչ Տեր Աստված Քրիստոսի, Հիսուս Քրիստոսի տեսքով նրանք չընդունեցին եւ խաչեցին։ Այսինքն այս առումով քրիստոնեությունը շատ հստակ է ասում, որ իրենց սպասյալ այդ մեսիան, Մաշիախը հակաքրիստոսն է։ Ավելին, նույնիսկ եթե բացում ենք հենց Հովանու հայտնությունը, ապա Հովանու հայտնության երկրորդ գլխում եւ ուղերձներ կար տարբեր եկեղեցում, այդ թվում Զմյուրնայի եկեղեցում շատ հստակ է ասում, ասում է նայեցեք այն նրանց, ովքեր հայությամբ են զբաղվում եւ իրենց հրյաներ են կոչում, ոչ այլ ինչ են, եթե ոչ սատանայի ժողովուրդ։ Շատ հստակ ձևակերպումը տրվում է, այսինքն ամբողջ այդ ողջ գործընթացը, այդ մեսիականության այդ ողջ գործընթացը եւ ելենք կրկնեմ կրոնական առումով, հոգեվոր առումով, քաղաքական առումով, սիոնիզմի բոլոր դրսևորումներով ծառայում է այդ սատանայական, այսինքն մենք որը անվանում ենք հակարարչական համակարգի նպատակների իրականացմանը։ Իր համաշխարհային բոլոր դրսևորումներով, գլոբալիզացիոն դրսևորումներով, աշխարհակաղակական բոլոր դրսևորումներով, այսօր մերձավոր արևելքում տեղի ունեցող ցեղասպանական բոլոր դրսևորումներով։ Եթե դուք նորից նայեք Արցախյան խնդիրն էլ այստեղ տեսնենք որպես այդ աշխարհակաղակական գործընթացների մաս, նորից կտեսնենք, որ այդ նույն վաղճանաբանական ողջ գործընթացների մի մաս է կազմում։ Հստակ, եթե մի քիչ գնանք տասնամյակ, այո, եթե տեսնենք այս տասնամյակների ընթացքում ամբողջ մերձավոր արևելքը ինչպես էր դատարկվում քրիստոնեական տարրից, ապա դեռ կտեսնենք իրենց գրված մեսիական այդ բոլոր գործընթացների որպես տրամաբանական զարգացումներ եւ հերթագայություններ։ Այսինքն եթե ել եմ ասում աշխարհակաղակական իմաստով նայեք տարածաշրջանը ինչպիսի պատերազմական ցեղասպանական գործընթացների մեջ է, ապա կտեսնենք, որ այդ հակարարչական համակարգի հստակ գործողությունների հետևանք է, որոնք միտված են իրենց սուրբ գրային տեքստերի իրագործմանը։ Այսինքն այդ վաղճանաբանական բոլոր գործընթացներ, որի արդյունքում իրենք հաշվում են, որ պետք է գա այդ համաշխարհային կառավարումը պետք է անի Մաշիախը, պետք է դրա կենտրոնը լինի Իսրայելը, իսկ ողջ մոլորակը որպես մեկ պետություն, մենք էլ որպես իրենց ծառաներ պետք է ապրենք, աշխատենք, ծառայենք իրենց, որտեղ մենք ընդհանրապես գոյեր ենք հոգի եւ կամք չունեցող արարածը։ Սա հստակ է։ Հիմա մյուս հոգեվոր բովանդակությամբ նայենք, վատն ինչն է, որ այս ամենին զուգահեռ բուծվել է նաեւ, այսպես ասած, քրիստոնեական սիոնիզմը կամ այսպես ասած նոր բողոքականությունը, որը հատկապես շատ մեծ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք միլիոնավոր հետևորդներ ունեն այն իմաստով, որոնք իրենց քրիստոնեական վարդապետության պարտականության հիմքն են համարում ծառայելու այս սիոնիստական վաղճանաբանական բովանդակությանը։ Այսինքն իրանք ասում են, եթե ուզում ենք, որ Քրիստոսը շուտ գա, ուրեմն պետք է ամեն ինչով օժանդակենք հրեաներին, որպեսզի իրենց մեսիականության մեջ բերեն հակաքրիստոսին, որ Քրիստոսը շուտ գա։ Այսինքն իրենք լծվում են հակարարչական բովանդակությանը, հակարարչական աշխարհակաղակական գործընթացներին, որպեսզի իրականացնեն նրանց մեսիականությունը։ Այստեղ նորից եթե հանգարց բերենք աշխարհակաղակական վերլուծության, Աստված մի արածե, որ այսօր Պարսկաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ սրված իրավիճակը նորից հանգարց այս համատեքստում լինի։ Պատկերացնում եք, պատահական բան չեմ ասում, որ հանկարծ սա էլ այդ համատեքստում լինի, որտեղ եթե նրանք էլի բացենք իրենց գիր գրականությունը, կտեսնենք, որ խնդիրը ոչ միայն նրանց միջուկային զենք ունենալ չունենալու մեջ է Իրանի մասին է խոսքը,
այլ վաղճանաբանական, այսպես ասած, ապոկալիպսիսյան, արմագեդոնյան պատերազմի մեջ տարածաշրջան ներքաշելու մասին է խոսքը գնում։ Իսկ այդ պատերազմի մեջ ներքաշվելու համար Պարսկաստանն անպայման պետք է ներգրավված լինի եւ այդ պատերազմը պետք է տեղի ունենա, որպեսզի այդ ապոկալիպսիսյան նկարագրություններից արմագեդոնյան պատերազմից հետո այդ Մաշիախը գա։ Եվ հիմա կարող է ստացվել այնպես, որ այս քրիստոնեական սիոնիզմն էլ ավակությունը, որ տալիս է, այդ թվում նաև հռոմեական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին ավակությունը զիջեց, այսպես ասած, հրեաներին, որովհետև համարեցին, որ հուդայականությունից է քրիստոնեությունը ծնվել կամ քրիստոնեության ակունքները հուդայականության մեջ են, ավակությունը հանձնեցին նրանց։ Հետևաբար այդ ավակությունը հանձնելով նրանց նաև որոշակի, այսպես ասած, պարտականություններ եւ պարտավորություններ են, այսպես ասած, ստանձնում իրենց նրանց նկատմամբ։ Այսինքն, եթե այս ամեն ինչը հավաքում մենք կտեսնենք, որ այս վաղճանաբանական գործընթացները շատ հստակ ծրագրավորված, արդեն մեխանիզմի վերածված իրագործում են։ Եվ հիմա այստեղ հարց է ծագում, ապա մյուս քրիստոնեական աշխարհը, այդ թվում հայկական քրիստոնեական աշխարհը, հայոց առաքելական եկեղեցու այս հովանու ներքով, ինչպիսի մոտեցում ունի, ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրի այս համատեքստի մեջ։ Այս համատեքստի մեջ, եթե ասում են, որ բողոքական այդ եկեղեցիների շատերը որդեգրվում են, այսպես ասած, քրիստոնեական սիոնիզմի ճյուղ են կազմում եւ ծառայում են սիոնիզմի մյուս դրսևորումներ, ապա ինչպիսի դրսևորում ունի մեր մոտեցումը։ Ինչ խնդիր ենք դնում մեր առջև, մենք վաղճանաբանական իմաստով ինչպես ենք կազմակերպում մեր մոտեցումները աշխարհում տիրող գործընթացներին։ Եվ եթե ձեր ասած, ինչպես դուք շեշտեցիք, пассив կարգավիճակի մեջ ենք մնում, այսպես ասած, չենք մասնակցում սիոնիստական ծրագրերի իրականացմանը, բայց մեր пассивությամբ սպասում ենք, դե որ այն մարդիկ անում են, դե եթե անում են իրենց գործն է, անելուց հետո էլ այսպես թե այնպես Քրիստոսը դիգա, հետեւաբար մեր пассив սպասողականության մեջ էլի նրանց ջրաղացին կարծես թե ջուր լցնելուց ենք։ Հետեւաբար շատ հստակ պետք է լինի մեր դիրքորոշումը, որտեղ վաղճանաբանական նկարագրությունները ինչպիսին էլ լինեն եւ ինչպես էլ մենք դրա որոշակի դրսևորման ձևեր տեսնենք հենց այսօր մեր ժամանակներում եւ ասենք հետեւաբար ոչինչ ժամանակի առումով չի մնացել Քրիստոսի երկրորդ գալստան, մենք կարող է շատ սխալված լինենք այս պարագայում, որտեղ այո դարձյալ ճիշտ նշեցիք, որ անգամ հրեշտակները չգիտեն այդ գալստյան ժամանակը։ Շատ դժվար է անգամ որ մարդը կարողանա դա կանխատեսել եւ կանխազգալ անկախ նրանից թե հակառաջական համակարգը ինչպես է ծրագրավորում այդ հակաքրիստոսի գալստյան իր մոդելները կամ իր ժամանակացույցերը ճշգրտում եւ այդ մեխանիզմները իրագործում։ Այս առումով կարծում եմ դարձյալ պետք է պատասխանը գտնել նույն Հովանու ավետարանի մեջ, որտեղ վերջի գլուխը, հենց Հիսուսի գալուստ գլուխը որտեղ կա, շատ հստակ ասվում է, պատգամ է տրվում այսպես ավետարանի չի միջոցով, որ ասում է նա ով ամբարիշտ է, թող ամբարիշտություն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, իսկ ով արդար է, թող արդարություն անի, եւ ով սուրբ է, թող սուրբ լինի։ Եվ կարծում եմ այս ոսկե բանաձևը հենց ուղղորդված է արարչական համակարգին, որն է արարչական համակարգի խնդիրը այս ողջ վաղճանաբանական գործընթացների մեջ։ Կարծում եմ արարչական համակարգի ինքնաարտահայտումը կամ դիրքավորումը այս հարցում պետք է լինի մեկը, ոչ թե մենք բացասական գործընթացների մեջ սպասենք Քրիստոսի գալստյան, այսինքն թե ինչպես է տեղի ունենում այս աշխարհի կործանման process-ը, որ ները գա, ներից հետո էլ Քրիստոսը գա, այլ մեր մոտեցումը պետք է հակառակը լինի, արարչական մոտեցում։ Այդ ինչպես ենք արարում այդ Աստծո արքայության գալստյան ընթառաջ գնալու մեր գործընթացները, որ արժանի լինեն Քրիստոսի գալստյան։ Սրանք երկու տարբեր մոտեցումներ են։ Կարծում եմ, որ արարչական համակարգի խնդիրը ոչ թե սпасել աշխարհի ավերմանը, որ Քրիստոսը գա, այլ աշխարհի արարմանը Աստծո արքայության եւ նրա արդարության որոնման բանաձևի մեջ եւ դրա կայացման բանաձևի մեջ, որ այդ Աստծո արքայությունը, այսինքն Քրիստոսի գալստյան ժամանակներն ավելի մոտեցնենք հենց արարչությամբ։ Կարծում եմ սա հիմնարար եւ կարեւոր խնդիր է, որպեսզի մենք пассив սպասողի կարգավիճակից վերաճենք Քրիստոսի արքայության գալստյան արարող համակարգի։ Սա հիմնարար խնդիր է եւ այստեղ պատահական չէ, որ մենք ձեզ հետ միասին հենց դրոշ ենք բարձրացնում արդարության գաղափարը, որտեղ ինչպես ասացինք, այո, որոնիր ամենից առաջ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը։ Եվ հիմա այս արդարության որոնումը պետք է լինի այն դրոշակը, որ դու ուխտ ես կապում արարչական համակարգի հետ,
որ դու գնում ես հենց Աստծո արքայության կայացմանը, որ այլ բան չի, քան արդարության արքայության կամ ճշմարտության արքայության կայացմանը, կամ եթե ավելին ենք ասում, որ մենք ասում ենք, որ այդ արդարությունը ավել բան չէ, քան մարդկային հոգևոր եղբայրության արքայությունը, ուրեմն պետք է գնալ այդ հոգևոր եղբայրության կայացման այս Քրիստոսի տեզերական վարդապետությանը ընդառաջ եւ դրա հասարակական կյանք ներմուծման այդպիսի իրականության ստեղծման եւ այդպիսի իրականության արարմամբ գնալ այդ գալստյանը ընդառաջ, այսինքն արժանանալ այդ գալստյանը։ Սա կարծում եմ շատ հիմնարար մոտեցում է եւ կախված է լինելու թե մարդկությունն ընդհանրապես ինչպես է դիրքավորվելու այս մեծ փոփոխություններին, այս մեծ պատմական, կոսմիկական նշանակություն ունեցող իրադարձություններին։ Եվ այդտեղ նաև մենք ինքներս որպես հայ ազգ, որպես Քրիստոսի տեզերական վարդապետության դրոշակը մեր վրա վերցրած, որպես առաջին քրիստոնեական ազգ, որպես առաջին քրիստոնեական պետություն, խորքի մեջ ընկալելու ենք այս բոլոր խորքային բաները եւ նորից այդ դրոշակը վերցնելու ենք այդպիսի քրիստոնեական արժեհամակարգային առաքինությունների, արդարությունների հիմքի վրա կառուցված իրականություն արարելու։ Սա հիմնարար խնդիր է, որը կարծում եմ այսօր նաև ծառացած է հայոց ազգի եւ հայոց պետականության առաջ։ Մենք որդեգրվելու ենք քրիստոնեական առաջին ազգ եւ պետություն լինելու այս բարձր կոչմանը։ Եթե որդեգրվելու ենք, ապա ինչպիսին է լինելու դրա դրսևորումը 21-րդ դարում, 3-րդ հազարամյակում։ Եվ հենց այդպիսի կողնորոշումը եւ հենց այդպիսի կողնորոշումից ծնվող արդեն մեր դիրքավորումները, մեր կարգավիճակը, մեր արարչական մոտեցումները կսահմանեն այդ վախճանաբանության հանդեպ մեր հստակ որակական դրսևորումները։ Մի քանի կարևոր շերտ նշվեց։ Առաջինը, որը ուզում եմ դիտարկել ու նորից սպասել, մենք խնդիրը վախճանաբանության մեկնության մասին չէ այսօրվա ինչ անել հաղորդաշարը, ինչպես նշեցիք, հոգևոր երկրությամբ ենք մոտենում եւ թողնում մեր հայրաբանության այս խնդրի մեկնությունը։ Խնդիրը նրանում է, որ այսօր նկատելի է այս խորհրդի ներքո տեղի ունեցող աշխարհաքաղաքական ռեալ գործընթացներ։ Իհարկե շատերի մոտ կարող է այսպես տպավորություն ստեղծել, որ շատ այլ իրականությունից ենք մենք խոսում, հատկապես այն քաղաքագետների մոտ, որոնք փորձում են այդ գործընթացները ինչ-որ լոգիստիկ կենտրոնների եւ այլի արդեն ակնհայտ է դառնում եւ ավելի բարձրաձայն են դառնում այն խոսակցությունները, որ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների հիմքում հայեցակարգային իշխանություններն են կանգնած, իսկ հայեցակարգային իշխանությունները իրենք ածանցյալ են հոգևոր իշխանություններից, սակրալ իշխանություններից եւ առավել բարձրաձայն է սկսում խոսել սրա մասին։ Գործընթացները աշխարհաքաղաքական կոնկրետ մերձավոր արևելքում եւ ոչ միայն մերձավոր արևելքում կարծես թե ոչ թե կարծես թե տեղավորվում են այս դրամաբանության մեջ եւ այստեղ գալիս է հիմնական բախումը։ Տեղի է ունենում, արդեն ակնհայտ է, որ տեղի է ունենում առարչական համակարգի եւ հակաառարչական համակարգի բախում։ Այսօր կարծես հակաառարչական համակարգը, որը իր հայեցակարգային, ֆինանսական եւ նույնիսկ քաղաքական իշխանությամբ աշխարհում իշխող տեղ ունի, ռեալ գործընթաց է իրականացնում որպես հակաառարչական համակարգ, շատերը դիտարկում են որպես պարազիտ համակարգ, առարչական կամ արարող քաղաքակրթություններին վերացնելու համար, արմատապես ցեղասպանելու համար, եւ դա ցայտուն արտահայտվում է մեր տարածաշրջանում։ Գործընթացները թաքնված չեն, սկսվեցին Արցախից եւ հիմա շարունակվում է ամբողջ մերձավոր արևելքում եւ այնինչ այսօր տեղի ունենում, այնինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ին եւ այնինչ այսօր տեղի ունենում Գազայում, դա բնիկ ժողովուրդների արարող քաղաքակրթությունների ցեղասպանության գործընթացի վերջնական փուլը, որպեսզի իրենց ծրագրերի դեմ, իրենց կողմից հոգևոր ճակերտների մեջ հակաառարչական համակարգի վերջնական կայացման համար ոչ մի խոչընդոտ չլինի։ Եվ այստեղ է գալիս հիմնական փիլիսոփայությունը, չնայած մեզ մոտել է արդեն նկատելի բարձրաձայնումները այս տեսակետից, եթե ոչ շատ խորքային հոգևոր մեկնություններով, ապա կողմը քաղաքական կամ աշխարհաքաղաքական կամ կոնցեպտուալ մեկնություններով, այստեղ գնում է խոսքը տաճարի կառուցման մասին, երկու տիպի տաճարների մասին։ Եթե մենք խոսեցինք
այդ տաճարի կառուցումը հերական համակարգում, երրորդ տաճարի կառուցումը, ինչպես Բեկլարյանն է ձևակերպում, Լևոն Բեկլարյանն է ձևակերպում, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը, հստակ է ձևակերպում, որ այդ տաճարը կառուցվում է ներքևից վերև, այսինքն որտեղ առաջնայինը մարդու կենտանական բնազդների բավարարումն է, այդ հաճույքի ապահովումն է։ Իսկ մեր համակարգինը, հայկի համակարգինը կամ հայկը, որը կրում է արարչական համակարգի այդ առաքինությունը, տաճարի կառուցումը վերևից ներքև է, որտեղ առաջին պլան են գալիս աստվածային առաքինությունները, խոսքը վերաբերում է արտարությանը, ազատությանը, ազնվությանը եւ այլ առաքինություններին, որոնցով է շաղաղված տաճարը։ Եվ այստեղ հստակ է արդեն բախումը։ Հիմա կանք նորից պրոյեկտենք մեր իրականության վրա, արդյոք մենք չմասնակցելով հակաարարչական ընթացքին արդեն բավարար գործ են կատարում եւ կարող ենք համարել, որ քրիստոնեական մեր կենցաղավարությամբ աղոթական վիճակով բավարար է, որպեսզի մենք սպասենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, թե այնուամենայնիվ, ինչպես դուք ձևակերպեցիք կամ ինչպես պարբերաբար մենք ձևակերպելու ենք, գնալու ենք ընտառաջ եւ Աստծո կամքի, Աստծո արքայության եւ Աստծո արդարության հաստատումն ենք իրականացնելու։ Նախ իրականացնելու մեր յուրաքանչյուրս մեր մեջ ներհասարակական հարաբերություններում եւ հետո միջազգային հարաբերություններում։ Եվ այստեղ է, որ ծառայության իմաստը ամբողջությամբ բացահայտվում է։ Հոգևոր պատերազմը որքային իմաստով գնում է, մենք բազմիցս ենք շեշտել, որ այդ պատերազմի ռազմաճակատի գիծը ոչ թե անցնում է աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնների միջև, այլ անցնում է յուրաքանչյուրիս միջև եւ յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ համակարգի հետ ենք նույնականանում, արարչական համակարգի հետ թե հակաարարչական։ Այո, ճիշտ եք ասում, հիմա տեսեք, երբ խոսում ենք, որ գնում է հոգևոր պատերազմ եւ այդ հոգևոր պատերազմը շատ շոշափելի, շատ զգալի, շատ արտահայտելի եւ նույնիսկ մեր մաշկի վրա զգում ենք մենք ամենօրյա ռեժիմով, ապա պետք է ասենք, որ այս հոգևոր պատերազմում բավարարվել սոսկային բանով, որ մենք ընտրություն ենք անում, ենթադրենք արարչական համակարգի եւ այդ արարչական համակարգի մեջ հավատարիմ ենք մնում, ենթադրենք մեր կրոնական, այսպես ասած, ընտրությանը կրոնական, այո, դա բավարար չէ, որովհետև հոգևոր պատերազմում այդ պասիվ սպասողականությունը, երբ դիմացինը մտել է խիստ ագրեսիվ շրջափուլի մեջ, եւ մենք վերագրենք, որ քանի որ վաղճանաբանական գործընթացները նկարագրված են հստակ եւ դրանք պետք է այսպես թե այնպես տեղի ունենան, մեզանից մնում է միայն սпасել աղոթական վիճակով, որպեսզի Քրիստոսի երկրորդ գալուստը գա եւ այլ արդեն խնդիրները Քրիստոսին են վերաբերում, որտեղ դե մենք ինչ անենք այդ ապագայի հանդեպ ոչ մի իզորու չէինք անելու, այդ խնդիրը սահմանված էր ի վերուստ հայտնության, որ պետք է այսպես լինի, εμείς մնում են ընդամենը սпасել, դա կտևի, չգիտեմ, 20 տարի, 40 տարի, հետո 3.5 տարի էլ պետք է սпасենք, որ այդ հակաքրիստոսը գա եւ այլ եւ այլ եւ այլ, ինչ է մնացել, որ եկեք սпасենք, այսքան համբերել ենք 2000 տարի, եկեք ենթադրենք մի 40 տարի էլ կամ 20 տարի էլ համբերենք եւ ամեն ինչ հետո Քրիստոսը գա եւ եթե գալիս է հետեւաբար իր հրեշտակների անթիվ անհամար բազմությամբ ու բանակներով կգա արդարություններ կվերականգնի, կատարյալ աշխարհներ կվերականգնի, ձեր ասած նոր երկինք, նոր երկիրներ կստեղծվի, եւ մենք էլ անհոգ սկապրենք։ Մեզանից մնում է ընդամենը այդ աղոթական վիճակով հավատարիմ լինելու այդ пассив վիճակով սпасենք, մնացածը թող Քրիստոսն անի, որովհետև դա մեր կռիվը չէ, մեր խնդիրը չէ։ Այսպիսի մոտեցումը կարծում եմ այդ վաղճանաբանական ընկալման սխալ ձևաչափն է։ Ես կուզենայի, որ իրոք մեր եկեղեցական հայրերը ընդհանրապես հայկական այս հայոց քրիստոնեական վարդապետության այս հայրաբանության մեկնությամբ կարողանային շատ հստակ տային սրա պատասխանները, որտեղ այդ пассив սպասողականությունը մեզ ոչ մի տեղ չի տանի, կրկնենք առավել եւս դիմացի հակաարարչական համակարգը խիստ ագրեսիվ ձևով մտել է բոլոր պատերազմական բոլոր իր ձևաչափերի մեջ։ Հետևաբար խնդիրը այս պատերազմում այդ մարտնչողի կեցվածքի մեջ մտնել, իսկ հանուն ինչի, հանուն Քրիստոսի արքայության կայացման, մենք ինչ ենք անում,
Այ խնդիրը այստեղ է, իսկ այդպիսի ինչ անելը դարձյալ մեր այս հաղորդաշարի վերնագրով, խնդիրը շատ հստակ է, Աստծո արքայության եւ նրա արդարության որոնումը եւ կայացումը։ Մենք ձեզ հետ միասին անընդհատ նշել ենք մեր ամբողջ խոսքի ընթացքում, որ Աստծո կամքի ճանաչողություն եւ դրա կայացում։ Հիմա շատ կարևոր է հասկանալ այդ որն է, ինչպես ենք անելու, որ եւ մեր անհատական եւ ազգային հավաքական, հետեւաբար նաեւ մոլորակային մասշտաբով որպես հայոց ազգի առաքելություն, ինչպես ենք դա կայացնելու։ Եվ այստեղ շատ հստակ պետք է դիրքորոշում ունենանք եւ հասկանանք, որ արարչական եւ հակարարչական համակարգերի այս բախման մեջ, եթե մենք ի վերուստ հայկից սկսյալ որդեգրված ենք արարչական համակարգի բանակներում, ապա այնտեղ հայկի պարտականությունները կատարելու խնդիր ունենք, այսինքն այդ հակարարչական համակարգին տապալելու խնդիր ունենք, իսկ դա պասիվ աղոթական վիճակով չէ, որ պետք է հաղթենք, հստակ ծրագրային, նպատակային, նույնիսկ աշխարհաքաղաքական, նույնիսկ գերգլոբալ քաղաքական իմաստով, նույնիսկ հոգևոր իմաստների ձևակերպումով եւ դրանք համաշխարհային կյանք ներմուծելու իմաստով պետք է մտնենք այդ կռվի, այդ պատերազմի մեջ։ Հակառակ դեպքում մենք տեսնում ենք, չէ՞ որ քայլ առ քայլ մենք պարտվում ենք։ Եթե պարտվում ենք, շարունակենք այս ճանապարհը, ամեն ինչ բարթելով Քրիստոսի վրա, որ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ Քրիստոսն այս հարցերը ինքը պետք է լուծի, ոչ թե մենք, դա արդեն պարտված մոտեցում է, կարծում եմ։ Հակառակը մենք շատ հստակ պետք է որդեգրվենք, որ այո, հայկից սկսյալ եւ դրանից առաջ էլ մենք արարչական համակարգի մաս ենք, ունենք արարչի հետ կապված ուխտեր, ինչպես մենք ձեզ հետ միասին միշտ ասել ենք, հավատարմության ուխտը, Հայկ Նահապետով ազատության ուխտը, քրիստոնեության ընդունմամբ արդեն ճշմարտության ուխտը, որտեղ Քրիստոսն ճշմարտության ավետարաններ, ճշմարտության արքայություններ եւ հիմա խնդիր ունենք արդարության այդ դրոշակը բարձրելու եւ արդարության ուխտը կապելու, այսինքն Աստծո արքայության եւ նրա արդարությունը որոնելու եւ կայացնելու գերխնդիր ունենք եւ այս գերխնդրի մեջ մենք պետք է մեր բաժին եւ հոգեվոր եւ նյութական եւ ռազմական եւ բոլոր տեսակի կռիվները տանք, որտեղ սա տեսնում ենք, որ կենաց ու մահու կռիվ է։ Եվ մենք ինչ ունենք այստեղից, ոնց որ ասած, հրաժարվելու կամ խուսանավելու, եթե որդեգրվում ենք արարչական համակարգի հետ, զորակցելու եւ երկնային բանակների հետ միասին այս պատերազմը տանելու եւ հետեւաբար նաեւ հաղթելու, ինչպես հաղթել ենք ենթադրենք Հայկի ժամանակ։ Այսինքն այս խնդիրը շատ հստակ է, իսկ վաղճանաբանական հարցին, այո, շատ կարեւոր է, որ նաեւ մեր եկեղեցին հստակ Նաև իր դիրքորոշումը հայտնի եւ հստակ իր մոտեցումը հայտնի, որպեսզի ժողովրդի լայն մասաներին նաև հասկանալի լինի այս ամեն ինչը եւ կարծում եմ այո пассив սпасելը թե եւ ամեն ինչը բարթել Քրիստոսի վրա, որ մենք ինչ անենք ի վերուս տրված սահմանվածը եւ թող Քրիստոսն էլ գա այդ հարցերը լուծի երկրորդ գալստան, մեզնից մնա ընդամենը սпасելը, աղոթելը կամ չգիտեմ ինչ, սա արդեն պարտություն է, մենք ընդհակառակ ընդառաջ պետք է գնանք եւ ընդառաջ գնալը պետք է լինի իր արքայության եւ նրա արդարությանը համարժեք կյանք արարելու մեջ եւ ներպետական եւ ներազգային եւ համաշխարհային մասշտաբով։ Իսկ շատ հստակ եւ այստեղ է որ այո արդարությունը պետք է լինի մեր 21-րդ դարի եւ 3-րդ հազարամյակի ուխտը եւ այստեղ է որ մենք ասում ենք կհավերժի հայը արդար հայը։ Կհավերժի հայը արդար հայը, այո, մեկ կարևոր դիտարկում է, ուղղակի նշենք, որ վաղճանաբանության այդ նախանշանների մասին գրեթե բոլոր ժամանակներում են խոսել։ 1000 տարի առաջ էլ նշանները նույնն է եւ պատերազմներով եւ մարդկությունը սպասում էր, ընթացքում էր անընդհատ եւ հստակ է ավետարանում Քրիստոս ասում ոչ օրը, ոչ ժամը որևէ մեկը չգիտի, միայն Հայր Աստված գիտի։ Հետեւաբար пассив սպասումը արդեն իսկ պարտություն է։ Ինչ անել հաղորդաշարի տրամաբանությունը եւ բանաձևումը հետեւյալն է։ Արարչական համակարգին մեր ուխտը տալ, Աստծո հետ վերահաստատել մեր ուխտը արտարության հիմքով եւ այդ հիմքով արարել ու ծառայություն մատուցել։ Այս բaragայում արդեն հստակ է մեր ամփոփող խոսքը, կա հավերժի հայը, արդար հայը։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։